Կարդում եմ Սուրբ Գրքից այն, ինչի շուրջ մենք այսօր կառուցում ենք մեր հարաբերությունները, շփվում ենք միմյանց հետ։ Հովհաննեսի ավետարան 16-րդ գլուխ 13-րդ խոսք, որի վերջում գրված է. «Ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզ»։ Պարզվում է, ճշմարտությունն ունի բազում սահմաններ, ամեն ճշմարտության։ Իր ժամանակին Պողոս առաքյալը համարձակություն ունեցավ ասելու, որ ես հետ չկանգնեցի Աստծո ամբողջ կամքը ձեզ հայտնելուց։ Պարզվում է, որ մեզ քրիստոնյաներիս համար շատ կարևոր է հասկանալ ոչ թե ինչ-որ մեկ, այլ Աստծո կամքի ամբողջ լեցունությունը մեր կյանքի համար։ Պատկերացրեք մի նկարչի, ով փորձում է ձեր դիմանկարը նկարել, բայց նկարում է միայն ձեր քիթը, ուրիշ ոչ մի բան։ Ձեր այտերին ոչ մի ուշադրություն չի դարձնում, չի նկարում ձեր աչքերը, շուրթերը, կզակը, թարթիչները, ոչինչ չի նկարում, նկարում է միայն ձեր քիթը։ Ես ձեզ հարց եմ տալիս. դուք ունեք հնարավորություն տեսնելու ձեր դիմանկարը, եթե նկարիչը նկարել է միայն ձեր քիթը։ Դուք վստահաբար կարող եք ասել, որ միգուցե իմ քիթը կարող եմ տեսնել, բայց դիմանկարը ոչ։ Ահա սրա նման վերաբերմունք կա նաև Աստծո կամքի նկատմամբ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր է ընդունել Աստծո կամքի ամբողջությունը։ Կարդում եմ Տիտոսի թղթի 2-րդ գլուխ 11-րդ խոսքը. «Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ»։ Այստեղ ցանկանում եմ մի կարևոր արտահայտություն տեսնեք։ Ինչ է անում Աստծո շնորհքը, այն փրկում է։ Եվ մենք քաջ գիտենք, թե որքան ողորմած, որքան բարի է, որքան առատաձեռն է Աստված իր շնորհքի մեջ, փրկելով երկրի վրա ապրող յուրաքանչյուրին։ Կորստյան փոսից հանելով, տղմալից կավից բարձրացնելով, դնում է մեզ փրկության վեմի վրա եւ ավելին մեր շուրթերին նոր երկ է դնում Հիսուս Քրիստոսի փառքի համար։ Բայց հաջորդ համարը շարունակում է, որ Աստծո շնորհքը միայն չի փրկում մարդուն, այլ շարունակում է էլի ինչ-որ բան անել նրա հետ։ Կարդում եմ հաջորդ 12-րդ համարը. «Ան մեզ կխրատե, որպեսզի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ»։ Ահա ուշադրություն դարձրեք, փրկվածները մնում են ապրելու այս աշխարհի մեջ։ Աստված երբ փրկում է մարդուն, չի վերցնում նրան երկրի վրայից, չի տանում նրան սուրբ երկինք, այլ ինչ-որ պատճառով թողնում է երկրի վրա։ Ինչպես գրված է, ապրենք այս աշխարհի մեջ։ Ահա կյանքի այս հատվածում լինելով փրկված եւ ապրելով այս աշխարհում, ինչ է Աստված ինձանից եւ քեզանից ակնկալում եւ ինչ է ինձ եւ քեզ սովորեցնում։ Նորից եմ կարդում, որպեսզի ամբարշտությունն աշխարհային ցանկությունները ուրանանք, զգաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Ահա այս արտահայտությունը, ուրանալով ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները, ցանկանում եմ հենց սրա վրա կանգ առնենք ու խորհենք։ Եվ որպես իմ քարոզի վերնագիր, ես ընտրել եմ Ծննդոց 41-րդ գլխի 14-րդ խոսքը. «Այն ատեն փարավոն մարդ ղրկեց ու կանչեց Հովսեփը։ Շուտով բանտեն հանեցին զանիկա եւ ածիլվեցավ ու իր հանդերձները փոխեց ու փարավոնին եկավ»։ Իմ քարոզի թեման է փոխեց հանդերձները։ Ասացեք խնդրեմ, այն շնորհքը, որ մեզ փրկեց, երբ նա շարունակում է մեզ վրա աշխատել եւ սովորեցնում է ուրանալ աշխարհային ցանկություններն ու ամբարշտությունը, ինչ եք կարծում, աշխարհային ցանկությունները կարող են երբեմն վերաբերել մեր հագուստին, թե ոչ։ Ընդհանրապես, հագուստը կարող է ինչ-որ կերպով կապված լինել աշխարհային ցանկությունների հետ, բայց գրված է, որպեսզի մենք կարողանանք ուրանալ ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները։ Ես կկարդամ Հուդայի թղթի 23-րդ խոսքը. «Եվ ոմանք վախով ազատեցեք, կրակեն հափշտակելով զանոնք, ատելով մարմնեն աղտոտված հանդերձնը»։ Ասացեք խնդրեմ, այդ ինչ հագուստ է, որը մարմնից աղտոտվել է։ Այդ ինչ հագուստ է, որը թեև համարվում է հագուստ, բայց ինչ-որ ձևով աղտոտվել է մարմնից։ Գիտեք բարեկամներ, թե դա ինչ հագուստ է։ Դա այն հագուստն է, որը հակառակ սեռի մոտ առաջացնում է այն, ինչը պետք է սովորենք ուրանալ։ Ինչպես գրված է, ուրանալով ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները։ Կարող ենք մենք այնպիսի հագուստ ունենալ, որը մեկ այլ մարդու մոտ հրապուրանք եւ գայթակղություն կառաջացնի։ Ինձ մի անգամ շատ դուր եկավ մի արտահայտություն, որը կարդացել էի մի գրքում, շատ արժեքավոր միտք։
Ցանկությունը քնած է այնքան ժամանակ, մինչև որ գայթակղությունը նրան չի արթնացնում։ Ես հարցնում եմ ձեզ, իսկ կարելի է հագուստով հենց այդ նույն գայթակղությամբ, որի շնորհիվ արթնանում է ցանկությունը, լինել նման բան։ Վստահեցնում եմ, որ այո։ Դրա համար էլ Հուդա առաքյալը հենց ուղիղ է ասում. ատեք մարմնից աղտոտված հագուստը։ Դրա համար էլ մեզ պետք է այնպիսի մարդիկ լինել, ովքեր առավելագույն իմաստություն եւ հմտություն են ցուցաբերում հագնվելու հարցում, որպեսզի որևէ մեկի համար գայթակղություն չլինենք։ Ինձ շատ դուր եկավ երիտասարդ քույրիկի մի արտահայտություն, որը նա լսել էր ռեստորանի հաճախորդներից մեկից, որտեղ նա աշխատում էր որպես մատուցողուհի։ Այդ աղջիկը ապրում է Պորտլենդում եւ լինելով քրիստոնյա աշխատում էր ռեստորանում որպես մատուցողուհի։ Հերթական անգամ, երբ նա ճաշատեսակ է մատուցում հաճախորդին, վերջինս նրան ասում է հետևյալը. «Գիտեք, Աստված ձեզ օժտել է աննկարագրելի օրհնությամբ, նա ձեզ տվել է կանացի գեղեցկություն»։ Եվ հետո ավելացնում է. «Ձեզ վրա վերցրեք բարձր պատասխանատվություն, որպեսզի որևէ մեկի համար գայթակղության քար ու գլորման վեմ չդառնաք»։ Ես ցանկանում եմ ձեզ հարց տալ, այս արտահայտությունն իմաստ ունի, թե ոչ։ Վստահեցնում եմ, որ այո։ Քանի որ պարզվում է, ունենալով գեղեցկություն, ինքնաբերաբար քեզ պետք է առաջնորդի բարձր պատասխանատվությունը։ Ինչու՞։ Քանի որ գեղեցկությունը կարող է գայթակղության քար ու գլորման վեմ դառնալ, որը վերջնական արդյունքում մարդուն կարող է տանել ցանկության և կրքի, որն էլ կարող է ավարտվել նրանով, ինչը կոչում ենք ողբերգություն և դժբախտություն։ Կարդում եմ Հակոբոսի 2-րդ գլխի 22-րդ խոսքը. «Կտեսնես, թե հավատքը անոր գործերուն հետ մեկտեղ գործեց, ու այն գործերով հավատքը կատարյալ եղավ»։ Ցանկանում եմ, որ այստեղ հետաքրքիր փոխադարձ կապ տեսնենք. հավատքը գործերի հետ մեկտեղ գործեց։ Ասացեք խնդրեմ, հավատքը սովորաբար մարդու ո՞ր մասում է գտնվում, այն որտեղ է տեղակայված։ Եվ հավանաբար դուք Աստվածաշնչում կարող եք գտնել այսպիսի արտահայտություն, որտեղ գրված է հավատալ ամբողջ սրտով։ Այն տեղը, որտեղ տեղադրված է հավատքը, դա իմ և քո սիրտն է։ Այսինքն դա մի բան է, որը իմ ներսում է գտնվում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչն Աբրահամի մասին. հավատքը գործերի հետ մեկտեղ գործեց, իսկ հետո գործերով հավատքը կատարյալ եղավ։ Այսինքն Աբրահամի մոտ այսպիսի փոխադարձ կապ կար։ Նա ուներ ներքին համոզմունքներ, որն Աստվածաշունչը անվանում է հավատք։ Իսկ հիմա ասացեք խնդրեմ, այդ ներքին համոզմունքը, որը կար Աբրահամի սրտում, կարող էր արտահայտվել նաև նրա երևացող գործերում։ Իսկ հիմա արտահայտությունը հավատքը անոր գործերուն հետ մեկտեղ գործեց։ Դա նշանակում է, որ հետևելով Աբրահամի գործերին, մենք կարող ենք տեսնել, թե Աբրահամին ինչ համոզմունքներ են առաջնորդում։ Իսկ հիմա ձեզ առաջարկում եմ հետևյալ միտքը. երբ դուք բացում եք ձեր զգեստապահարանը և որոշում եք, թե ինչ եք հագնելու, դուք ինչ-որ գործողություն ձեռնարկում եք, այսինքն երկարացնում եք ձեռքը, կախիչից հանում եք հագուստը, որից հետո հագնում եք այն։ Հարցնում եմ ձեզ, ահա հավատքը, ձեր ներքին համոզմունքը որոշում է, թե ձեր ձեռքն ինչ կվերցնի։ Կա դրանց մեջ փոխադարձ կապ։ Վստահեցնում եմ, որ այո։ Ինչ շատ է դուր եկել մի արտահայտություն, որն արել է մի անձնավորություն։ Դա հետևյալն է. եթե կնոջ կամ աղջկա խալաթի կամ բլուզի վերևի երկու կոճակներն արձակված են, այլևս ոչ մի տարբերություն չկա, թե ինչ դիմահարդարանք կա նրա դեմքին, քանի որ միևնույնն է այնտեղ այլևս ոչ մեկ չի նայում։ Հասկանում եք, չէ՞ միտքը։ Ահա գիտեք, թե ինչն է շատ կարևոր։ Կարևոր է հասկանալ, որ մենք ձեզ հետ չդառնանք այնպիսի մարդիկ, ովքեր հակառակ սեռի մոտ արթնացնում են այն, ինչը պետք չէ։ Դրա համար էլ խոսքն ասում է. «Դու եղիր այն մարդն, ով սովորել է ուրանալ աշխարհային ցանկությունները»։ Մենք կարդացինք Հովսեփի մասին։ Ինչ արեց Հովսեփը փարավոնի մոտ կանգնելուց առաջ։ Գրված է՝ փոխեց հանդերձները։ Ես հարցնում եմ, ասացեք խնդրեմ, անհրաժեշտ է քրիստոնյայի մոտ, այն մարդու մոտ, ով սիրում է Աստծուն, ով իր ներսում ձեռք է բերել այն, ինչն Աստվածաշունչը հավատք է անվանում, ձեռք է բերել քրիստոնեական համոզմունքներ, հարկ է, որ այդ ամենն ինչ-որ կերպով դրսևորվի նաև արտաքնապես։ Ինչ է ներկայացնում իրենից քրիստոնյան։
Ինձ շատ է դուր եկել մի արտահայտություն, որը լսել եմ մի անձնավորությունից։ Քրիստոնեական հագուստը մարդուն երբեք ներքուստ քրիստոնյա չի դարձնում, իսկ հետո շարունակում է, բայց վստահեցնում եմ, որ խորը քրիստոնեական համոզմունքներն ուժգին ձևով ազդում են քրիստոնյայի հագուստի վրա։ Եվ դա իրականում այդպես է։ Այլ բառերով ասած, եթե դու արտաքնապես երևում ես որպես քրիստոնյա, դա դեռ չի նշանակում, որ դու ներքուստել ես քրիստոնյա։ Բայց եթե դու ներքուստ իրական քրիստոնյա ես, ուրեմն դա անպայման պետք է արտացոլվի նաև քո արտաքին դրսևորման մեջ։ Մի անգամ ԱՄՆ-ում մի տղամարդ, նա ուներ երեխաներ, նա մի անգամ իր տղայի հետ զրուցում է։ Զրույցը սկսվում է նրանից, որ տղան փորձում էր հագնել մեղմ ասած քրիստոնեության հետ անհամատեղելի մի հագուստ։ Հայրը որդուն ասում է. «Լսիր, ես կարող եմ հասկանալ, որ երբ մարդը ներքուստ աղտոտված է, բայց ցանկանում է մաքուր երևալ։ Դրա համար էլ մեղավորը, ապականվածը հագնում է մաքուր վերնաշապիկ, կոստյում, որպեսզի տպավորություն թողնի։ Ճիշտ է, ներքուստ ապականված եմ, բայց գոնե արտաքնապես մաքուր կլինեմ, բայց չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր ասում են, որ իրենք սուրբ են, բայց միևնույն ժամանակ հագնում են ամեն տեսակի մեղսալից հագուստներ։ Ես դա չեմ կարողանում հասկանալ, եւ իմիջիայլոց հենց այդպես էլ կա իրականում»։ Մենք մի անգամ Սանկտ Պետերբուրգում էինք կնոջս հետ եւ Պավել եղբայրն առաջարկեց մեզ թանգարան այցելել։ Այնտեղ շատ գեղեցիկ նկարներ էին ցուցադրված 15-րդ, 16-րդ, 17-րդ դարերի ստեղծագործություններ։ Ես հիանում էի, թե ինչ աստիճանի էին մարդիկ տաղանդավոր, որ կարողանում են այսպես նկարել։ Եվ գիտեք, թե ինչն էր այնտեղ հետաքրքիր։ Այնտեղ մի փոքր հատվածում ցուցադրված էին նաև ժամանակակից նկարներ։ Դուք երբևէ հանդիպել եք նկարիչների, ովքեր հավատում են, որ իրենք նկարում են, բայց այն, ինչ որ նրանք անում են, բոլոր նորմալ մարդիկ չեն կարող դա ընդունել որպես արվեստի գործ։ Եվ ես եկա հետևյալ եզրակացության. օրինակ, երբ դուք նայում եք բնանկարների, անկախ ձեզանից մտածում եք, թե այս ինչ գեղեցկություն է այս մարդու սրտում, հոգում, որ նա կարողացել է այդ գեղեցկությունը վերարտադրել նաև նկարի մեջ։ Բայց երբ նայում եք նկարների, որտեղ ինչ-որ եռանկյունիներ, քառակուսիներ, այլ պատկերներ են, եւ դու նայում ես, ուզում ես հասկանալ, ինչ կար այդ պահին նրա հոգում, որ սա է նկարել, ինչով էր նա լցված։ Միջնադարյան մի երաժիշտ, ով շատ քրիստոնեական ստեղծագործությունների հեղինակ էր նաև, մի գեղեցիկ արտահայտություն է արել։ Ինձ համար շատ քիչ է, որ իմ երաժշտությունը հաճույք պատճառի։ Ես ցանկանում եմ, որ իմ երաժշտությունից մարդիկ ավելի լավը դառնան։ Ինձ թվում է, որ հենց սրանում է կայանում քրիստոնյայի առաքելությունը, այսինքն այն ինչ որ դու անում ես ոչ թե պետք է մեկ ուրիշի վրա տպավորություն թողնի, այլ պետք է լինել մարդ, ով օգնում է ուրիշին ավելի լավը դառնա։ Եվ ցանկանում եմ խոսքից մի քանի հատվածներ էլ կարդալ Առաջին Կորինթացիների թղթի 12-րդ գլխի 23-րդ եւ 24-րդ խոսքը։ Եվ մեր ամոթույքները առավել եւս անհրաժեշտ է պարկեշտությամբ ծածկել, բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում, որովհետև Աստված կազմեց մարմինը եւ նվազ պատվավորին առավել պատիվ տվեց։ Ուշադրություն դարձրեք։ Աստծո խոսքն ասում է, որ մեր մարմինն այնպես է կազմված, որ որոշ անդամներ նախատեսված են ծածկված լինելու համար, եւ այդպես գրված է, եւ մեր ամոթույքները առավել եւս անհրաժեշտ է պարկեշտությամբ ծածկել, բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Եթե մենք մեզ հարց տանք, իսկ ինչ ձևով, որտեղ են այդ սահմանները, ինչպես կողմնորոշվել, երբ մենք որպես քրիստոնյաներ մեր ներսում ունենալով համոզմունքներ, ունենանք նաև ճիշտ վերաբերմունք մեր արտաքին հանդերձանքի մասին։ Կար մի հրաշալի ծառայող, ով արդեն գնացել է հավիտենություն, եղբայր Պյոտր Նավարոկը։ Ես հենց նրանից եմ լսել այս արտահայտությունը։ Նա երիտասարդներին ուղղելով խոսքն ասաց. «Գիտեք, երիտասարդներ, սովորաբար ինչ որ ցուցադրված է ցուցափեղկում, հենց դա էլ վաճառվում է խանութում։ Այսինքն չի լինում այնպես, որ ցուցափեղկում ինչ որ բան դրված լինի, ասենք ֆուտբոլային գնդակ եւ մտնեք խանութ ու տեսնեք, որ այնտեղ վաճառվում է կեֆիր, կաթ ու կարակ։
Այդպես չի լինում, չէ՞։ Այսինքն ինչ որ ցուցադրված է ցուցափեղկում, ձեզ ինքնաբերաբար հրավիրում են ներս դնելու այն, ինչ ցուցադրված է։ Ահա սա արդարացի է նաև մեր հանդեպ։ Այն, ինչ քո ներսում լցված է որպես արժեք, ինքնաբերաբար արտահայտվում է նաև քո արտաքինի վրա։ Կարդում եմ մի համար, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ Աստծո կողմից մեզ համար դրված սահմանները։ Առաջին Տիմոթեոս 2-րդ գլխի 9-րդ խոսքը։ Նույնպես ալ կիները վայելուչ հագուստով, ամոթխածությամբ եւ պարկեշտությամբ ինքզինքնին զարդարեն ոչ թե հյուսվածքներով կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ մեծածախս հանդերձներով։ Ահա այստեղ դուք կարող եք գտնել 3 բառ, որն Աստվածաշունչը ինձ եւ քեզ հրավիրում է կողմնորոշվելու մեր զգեստապահարանը ընտրելու հարցում՝ վայելչություն, ամոթխածություն եւ պարկեշտություն։ Դուք կարող եք այն պատկերացնել եռանկյունու տեսքով։ Ահա եռանկյունի, որի ամեն մի կողմը կարող եք վերնագրել այդ անվանումներով։ Մի անկյունը վայելչություն, երկրորդը ամոթխածություն, իսկ երրորդը պարկեշտություն։ Եվ մեզ պետք է հագուստից այնպես օգտվել, որ մնանք այդ եռանկյունու ներսում եւ չխախտենք դրա սահմաններից որևէ մեկը։ Ահա սա է Աստծո կողմից նկարագրված սահմանը վայելչության, ամոթխածության եւ պարկեշտության տեսքով։ Ինչ է վայելչությունը։ Վայելուչ հագնված մարդը դա նա է, ում մասին արտահայտվում են ուրիշները, նա վայելուչ է։ Այսինքն վայելչությունը չի գնահատվում իմ ճաշակով, այլ դա գնահատվում է այն մարդկանց աչքերով, ովքեր նայում են ինձ։ Բայց ինչով մենք պետք է կողմնորոշվենք, որ դա վայելչությունն է։ Սուրբ եւ անարատ եկեղեցու աչքերով, այլ խոսքերով ասած, ոչ թե այս աշխարհի մարդկանց կարծիքով, որն ապականված է աշխարհի ցանկությամբ, այլ Աստծո հետ հաղորդակցվող եւ նրան ամբողջ սրտով սիրողների կարծիքով։ Վայելչությունը չի չափվում ինձանով, այն չափվում է մյուսների կարծիքով, ովքեր նայում են ինձ։ Երկրորդ ամոթխածությամբ։ Ամոթխածությունը, երբ մարդն ամաչում է հանրորեն ցուցադրել իր մարմնի այն մասերը, որոնք նախատեսված չեն դրա համար։ Այդ մասին մենք կարդացինք առաջին Կորինթացիների թղթում, որ մեր մարմնում կան անդամներ, որոնք պետք է ծածկված լինեն։ Հաջորդը դա պարկեշտությունն է։ Դա նշանակում է, որ ես պետք է հագնվեմ այնպես, որ հակառակ սեռի մոտ ցանկություն չառաջացնեմ։ Ահա այստեղ է թաքնված մեր կյանքի ողջ գաղտնիքը։ Աստվածաշնչյան այս համարը կարդացինք, ուրանալով ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները։ Ես ցանկանում եմ ձեզ կոչ անել, որ մենք բոլորս լինենք այնպիսի մարդիկ, որպեսզի ոչ մեկի համար չլինենք գայթակղության քար, ոչ մեկի համար չլինենք գլորման վեմ, բայց լինենք մարդիկ, ովքեր հանդիսանում են ոչ այլ կերպ, քան զարդարանք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության համար։ Եւ ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել մի արտահայտության վրա, որը հիմա կկարդամ Հռոմայացիների թղթի 12-րդ գլխի առաջին խոսքից։ Արդ կաղաչեմ ձեզի, եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենթանի զոհմը, ուշադրություն դարձրեք։ Պարզվում է, որ իմ եւ ձեր մարմիններն Աստվածաշնչում գրված է, որ պետք է ընծայվեն որպես զոհ։ Իսկ հիմա կարդանք այդ զոհի բնութագիրը, թե ինչպիսին պետք է լինի։ Սուրբ, Աստծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Ահա թե ինչու իմ քույրեր եւ եղբայրներ, քրիստոնյան դա այն մարդը չի, ով ունի ներքին համոզմունքներ, որը ոչ մի կերպ չի ազդում նրա արտաքինի վրա, այլ հակառակը։ Եթե դու քրիստոնյա ես, ես հիշում եմ, որ մեր եղբայրներից մեկը շուկայում հանդիպում է մի աղջկա, ով սկսում է շատ ազատ կերպով շփվել եղբոր հետ։ Վերջինս փորձում է նրա հետ խոսել ավետարանից, իսկ նա կես բառից ընդհատում է եւ ասում. «Պետք չի ինձ պատմել, ես այնպես էլ քրիստոնյա եմ»։ Եղբայրը նայում է այդ աղջկան եւ ասում. «Տեսնել դա չեմ կարող, իսկ հավատալ կփորձեմ»։ Գիտեք, եղբայրներ, լավ է մեզ լինել մարդիկ, ում ոչ թե պետք է հավատալ, որ մենք քրիստոնյա ենք, այլ լավ է, որ հնարավոր լինի դա տեսնել։
ընծայենք մեր մարմինները որպես զո։ Հայտնության 6-րդ գլուխ 11-րդ խոսք. Ճերմակ հանդերձներ տրվեցան անոնց, ասացեք խնդրեմ, Աստծո կողմից նրանց տրվեցին ճերմակ հանդերձներ, ինչ է դա նշանակում։ Ես կարդում եմ Հայտնության 3-րդ գլխի 18-րդ խոսքը. Ես քեզի խորհուրդ կտամ, ինձ մեկ կրակի մեջ փորձված ոսկի ծախուար, որպեսզի հարստանաս, ու ճերմակ հանդերձներ ուշադրություն դարձրեք, ճերմակ հանդերձներ Աստծո ձեռքից, որն Աստված առաջարկում է գնել։ Ինչ է անում այդ հանդերձը, ինչպես է վարվում նա մարմնի որոշ հատվածների հետ։ Կարդում եմ, որպեսզի հագնես, որպեսզի քո ամոթալի մերկությունը չերևնա։ Իսկ հիմա հարց եմ տալիս. հագուստ, որը Աստծո աչքերում հավանության է արժանանում, այն ցուցադրում է ամոթալի մերկությունը, թե ծածկում է այն։ Ինչի համար եմ ես դա ձեզ ասում, քանի որ բարեկամներ, մենք պետք է այնպիսի մարդիկ լինենք, ովքեր ուրացել են ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները։ Լավ է, երբ հանդիսանում ենք ոչ թե գայթակղություն, այլ զարդարանք մեր Տեր եւ Թագավոր Հիսուս Քրիստոսի համար։ Լավ է, երբ ես եւ դու ոչ թե հանդիսանում ենք գայթակղության քար ու գլորման վեմ, այլ հաճելի անուշահոտություն մեր Տեր Հիսուսի առաջ։ Ես հարց եմ տալիս, իմ եւ քո արտաքինը, թե ինչպես ես դու երևում, ներկայանում մարդկանց, հանդիսանում է արդյոք քո ներքին համոզմունքների արտահայտություն։ Վստահաբար ասում եմ, որ այո։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նոր կտակարանից եւս մեկ համարի վրա, որից հետո մեր այս քննարկման եզրահանգումը կանենք։ Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 28-րդ խոսք։ Այս խոսքից դուք կտեսնեք մի շատ հետաքրքիր օրինաչափություն։ Ինք ցամաքը ելլելուն պես այն քաղաքեն մարդ մը ելավ դեմը, որուն ներսը շատ ատենե ի վեր դևեր կային, ու անիկա հանդերձ չէր հագնել, ոչ ալ տան մեջ կբնակեր, հապա գերեզմաններու մեջ։ Ինչ է կարծում, ով էր օգնել այդ մարդուն հրաժարվել հագուստից։ Հենց այդպես էլ գրված է, որ նա հանդերձ չէր հագել։ Եվ միտքը, որ գրված է վերևում, տալիս է հարցի պատասխանը, նրա ներսում դևեր կային։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, այս մարդու հետ ինչ փոփոխություն եղավ, երբ հանդիպեց Հիսուսին։ Կարդում եմ 35-րդ խոսքը։ Մարդիկ ելան եղած բանը տեսնելու, եկան Հիսուսին, գտան այն մարդը, ուր կե դևերը ելեր էին, ուշադրություն, հագված ու խելքը վրան Հիսուսին ոտքերին քով նստած ու վախցան։ Ես հարցնում եմ ձեզ, առողջ դատողությունը, ինչպես գրված է խելքը վրան, ինչ է անում մարդու մարմնի հետ, մերկացնում է, թե ծածկում է։ Ինչ է անում մտքի առողջությունը մարդու մարմնի որոշ անդամների հետ։ Ահա պատասխանը, առողջ դատողության մեջ ապացույցը, հագված ու խելքը վրան Հիսուսի ոտքերի քով նստած։ Ես ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին հրավիրել, լսիր բարեկամ, եթե մեկը քեզ համոզում կամ մտքեր է հաղորդում, որ քեզ պետք է բացել մարմնիդ որոշ մասերը եւ ցուցադրել բոլորին, կարող եմ վստահաբար ասել, որ դա քեզ կանչողի միտքը չի, դա հաստատապես Աստծուց չի, դա հաստատապես աստվածային հատկությունից չի բխում, դա հաստատապես նրա սուրբ եւ օրհնյալ ձեռքից չի։ Եվ ես ձեզ հրավիրում եմ, որ մենք լինենք մարդիկ, ովքեր ճիշտ են վարվում, ովքեր սխալներ թույլ չեն տալիս։ Ծննդոց 35-րդ գլուխ առաջին խոսք, Աստված ասաց Հակոբին. «Ելիր վեր դեպի Բեթել գնա ու հոն բնակե եւ հոն սեղան մշինե Աստծո, որ քեզի երևցավ քու եղբորդ Եսավին երեսեն փախած ատենդ»։ Հակոբ իր ընտանիքին ու բոլոր իրեն հետ եղողներուն ասավ. «Ձեր մեջ եղողոտ արասվածները վերցուցեք ու մաքրվեցեք եւ ուշադրություն դարձրեք, հանդերձնիդ փոխեցեք»։ Բարեկամներ, ինչու է դա կարևոր։ Եթե դուք նայեք 5 կտակարանային բազմաթիվ պատմությունների, երբ մարդիկ սրբություն էին փնտրում, զարմանալի է, որ նրանք ոչ միայն սրտերն էին սրբացնում, այլ սրտերի սրբացման հետ մեկտեղ այդ սրբությունն արտահայտվում էր նաև արտաքնապես, եւ թե ինչ հագուստ էին նրանք հագնում։ Թվոց 15-րդ գլուխ 38-րդ խոսք, որտեղ կտեսնենք մի շատ զարմանալի միտք, որն Աստված ինչ որ կերպով դրել է հագուստի մեջ։ Խոսե Իսրայելի որդիներին ու սե անոնց, որ իրենց ծոպեր շինեն իրենց հանդերձներուն քղանցքներուն վրա, իրենց սերունդներուն մեջ ու քղանցքին ծոպերուն վրա կապույտ ժապավեն մը դնեն։ Ցանկանում եմ ուշադրություն դարձնեք, հստակ նկարագրություն։ Հանդերձի ծայրերին պետք է ծոպեր լինեն, իսկ այդ ծոպերում պետք է կապույտ
ժապավեններ լինեն։ Իսկ հիմա 39-րդ խոսքը՝ եւ ասիկա ձեզի ծոփ պիտի լինի, որպեսի դուք նայիք անոր ու Տիրոջը բոլոր պատվերները մտքերնիդ բերեք։ Ցանկանում եմ հարց տալ, կարող է իմ եւ քո հագուստը ուրիշին հիշեցնել Աստծո պատվիրանների մասին։ Ուշադրություն դարձրեք, Իսրայելում այսպիսի հրաշալի նկարագրություն, կապույտ ժապավեններ անցկացրեք, ինչու, որպեսզի դրանց նայելով դու հիշես Աստծո պատվիրանները։ Իսկ հիմա հաջորդ հարցն եմ ցանկանում տալ, իսկ կարող է հագուստը ծառայել այլ նշանակության համար։ Մարդը նայեց ու մոռացավ Աստծո բոլոր պատվիրանների մասին։ Ինչու, որովհետև նրանում ցուցադրված էր գիրք ու ցանկություն, որը նրան դրդում է ինչ-որ նվաստ ու անարժանավայել արարքի։ Իսկ հիմա անդրադառնամ այն համարին, որ սկզբում կարդացի, որով էլ կավարտեմ։ Երբ Հովսեփին առաջարկեցին, որ գնա փարավոնի մոտ, ուշադրություն դարձրեք այս արտահայտությանը, փոխեց հանդերձները։ Ես ցանկանում եմ ասել, որ մենք չենք քայլում փարավոնի առաջ, իմ եւ ձեր ընթացքը թագավորի առաջ չի։ Մենք քայլում ենք սուրբ եւ հզոր Աստծո առաջ, եւ Աստված, ով սուրբ է իր ողջեյությամբ, իր բնույթով, Աստված, ով բարեհաճում է ամեն մաքրության, ամեն սրբության եւ ամենավեհին, ես ցանկանում եմ բարեկամներ, որ այդ սրբությունը, մաքրությունը, ամենավեհը ոչ միայն ունենանք ինչ-որ սրտի խորքում, այլ այն որպես ապացույց արտացոլվի նաեւ իմ եւ քո արտաքինի մեջ։ Ուրեմն եկեք հագնվենք այնպես, որ երբ մեզ նայեն, ասեն՝ «Օ, սա ինչ գեղեցիկ է, ինչ վեհ է, ինչ վայելուչ է, ինչ էլեգանտ է»։ Գիտեք բարեկամներ, հրաշալի է, երբ դու քարոզում ես ոչ միայն շուրթերով, այլ նաև քո արտաքինով եւ բառապաշարով, երբ քո ամբողջ կյանքը նվիրված է ավետարանին, դու գայթակղություն չես, դու գլորման վեմ չես, այլ դու փառք ու զարդարանք ես Հիսուս Քրիստոսի համար։ Ես ցանկանում եմ այսօր, որ եթե ձեզանից որևէ մեկին մտքեր են գալիս հանդերձանքի մեջ ինչ-որ բան փոխելու համար, որպեսզի հաճոյանալ ինչ-որ մեկին գայթակղություն լինել, ես ցանկանում եմ ասել, որ այդտեղ չկա առողջ դատողություն եւ չկա ինչ-որ բան, որը կհամապատասխանի Հիսուս Քրիստոսի վարդապետությանը։ Հրավիրում եմ ձեզ, որպեսզի ինչպես Աստվածաշնչում է գրված, Աստված մեզ տվել է ոչ թե երկչոտության, այլ զորության, սիրո եւ զգաստության հոգին։ Վերջացնելով կրկնում եմ, հավատացեք, երբեք քո ճիշտ արտաքին հագուստը քեզ չի կարող դարձնել ներքուս քրիստոնյա, բայց եթե դու ունես իրական քրիստոնեական համոզմունքներ, որը քեզ Սուրբ Հոգին է սովորեցրել եւ առաջնորդել է ամեն ճշմարտության, որպեսզի հոգումդ ունենաս ճշմարիտ ճանաչողություն, ապա դա հաստատապես պետք է երևա քո գործերում, արտահայտություններում, արարքներում, արտաքինի վրա, այդ թվում նաեւ հագուստի։ Ես ձեզ հրավիրում եմ, որ հիմա խնդրենք Աստծո օրհնությունը մեր կյանքում, որպեսզի լինենք մարդիկ, ովքեր Քրիստոսի անուշ հոտն են տարածում։ Ամեն։